Ուրեմն սա ինչի սկսվավ։ Մեր 3 տարի առաջ սորից ինձի դիմեց Facebook-յան ընկերներիցս մեկը, որին չէի ճանաչել, ու ինքը նկարիչ է ու ինչքան ես տեսել եմ Facebook-ի մեջ մեկ-մեկ իր նկարներից կդներ, ինքը շատ էլ տաղանդավոր նկարիչ է, չնայած ինքը չուզեցավ որ անունը տամ, ինկոգնիտո ուզեց մնալ ու դիմեց ինչ խնդրանքով, թե իմ նախնիներս, պապաս ինձ իսել է որ գյումրեցի են եղել, ազգանունները Գերանոսյան, իրա պապայիս մաման տատիկս, այսինքն Շուշանի Գերանոսյան, ինչ որ հայտնի պես բուլշնիկ են եղել, կանդիտերներ են եղել, իրան էլ պսել են բուլշնիկ Վարդան, բայց ես կգամ Գյումրի, մանկուկամ չեմ գտնի մի խոսքով, որպեսզի ես երկար չպատմեմ, արդեն հետին թվով մի անգամ ինքը ստատուս գրեց, կիսա բացատրական, կիսա շնորհակալական խոսքով, ավելի լավ է այդ ստատուսը կարդամ, ձեզի պարզ կդառնա ինչի մասին է խոսքը, հետո կշարունակեմ։ Կոչվի վերադարձ արմատներին։ Նախկիններիս Երանոսյանների տոհմի մասին գիտեի միայն հորս պատմություններից, փակագծերի մեջ։ Հիմա ոնց եմ ափսոսում, որ ժամանակին շատ հարց ու փորձ չեմ արել։ Ու մեր տանը պահվող հին լուսանկարների ալբոմից, որը պապիկիս ռազմաճակատից ուղարկած նամակների հետ միասին, հայրս մայից մի քանի ամիս առաջ հանձնեց ինձ ասելով. «Քեզ եմ տալիս, գիտեմ դու կհասկանաս ու լավ կպահես»։ Այդ ալբոմի նկարներին ինձ միշտ կախարդել են, թեև դրանց վրա պատկերված մարդկանցից ոչ մեկին չեմ տեսել, բացառությամբ հայրական տատիկի Շուշանի Գերանոսյանի։ Նրան էլ եմ աղոթ հիշում։ 6 տարեկան չկա, երբ նա մահացավ, բայց հին լուսանկարները կարող էի ժամերով նայել, ինքս չհասկանալով, թե ինչն է ինձ այդպես ձգում։ Եվ երբ առաջին անգամ հայտնվեցի Գյումրիում, նույն ձգողականության ուժն ազդեց ու էլ չթողեց։ Ես էլ չեմ դիմանում։ Նույնիսկ համոզված եմ, որ գտել եմ աշխարհում իմ անկյունը, որտեղ ուզում եմ ապրել ու մի օր կապրեմ։ Եվ ահա թե ինչ պարզվեց։ Ու այս ինչ պարզվեցի մոմենտից, ժողովուրդ ջան, իշխոր սկսվի իմ կինոս, իմ քաղաքով անգամ, թե այդ Երանոսյաններ ով են եղել, ինչ են եղել, փորձեմ գտնել, էլի։ Հա, այդ պատմության հետ մեկտեղ էլ ինձ ուղարկե մի հատ ֆոտո, որտեղ պատկերված են երկու տղամարդ, կին Ալեքսանդրոպոլի ինչ որ շենքերի ֆոնի վրա, այնտեղ Վիվեսկայի գրած Կրասկի Աբոյի, այդ շենքը ինձ ծանոթ չէ, скорее всего, մի արդեն չկա, в общем, ոչ մի ծեր չկա։